Ղարաբաղում հայկական կողմը տարածքային ձեռքբերումներ էր գրանցում, այդ նույն դաշնակցությունը Երևանի փողոցներում միտինգներ էր անում այսօրերի նման եւ պահանջում էր այն ժամանակվա իշխանության հրաժարականը եւ այն ժամանակվա իշխանությանն էր ասում դավաճան։ Այսինքն, բայ եթե այդքան դուք տենց հողեր նվաճող եք, բա այդ ժամանակ ինչ էիք խոսում, այդ ինչ ցույցեր էիք անում այդ ժամանակ, կամ որ ասում է դուք հրաժարվում եք անցյալից, դուք հրաժարվում եք մեր ինքնությունից, հա, բա այդ երբ որ Թուրքիայի նախագահը գալիս էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը նայելու, այդ ցեղասպանությունը ուրացողներ, խեիք ծիծեռնակաբերդի լույսերը անջատում, այ Արարատը ուրացողներ, ինչի էիք հավաքականի մարզաշապիկից Արարատի պատկերը հանում, բայց սա դուք եք արել ձեր իշխանության ժամանակ, բա ուրացել եք, խեք ուրացել, հա, բա խեք ուրացել է, ձեզ թվում է մարդիկ մոռացել են, բա խի եք դուք անցյալից հրաժարվում, ձեզ թվում է որ այստեղ մարդիկ են նստած, ովքեր որ քաղաքական հիշողություն չունեն, չեն գալու ձեր երեսին ճպացնեն ձեր ապրած կյանքը։ Այդ ինչ անցյալից են, ուրացումից են խոսում, բա որ այսքան ասում ենք առաջին հանրապետություն, հանկարծ մեկին չթվա թե մենք Սիմոն Վրացյանին, Քաջազնունին, Խատիսյանին թիրախավորում ենք, ոչ։ Մենք ասում ենք այդ մարդիկ ժամանակի համար պրագմատիկ որոշումներ են կայացրել։ Բա խի եք ուրանում Սիմոն Վրացյանին, խի եք ուրանում Դաշնակցությանը, Քաջազնունին, խի եք ուրանում Խատիսյանին։ Բա այդ մարդիկ գնացել են կնքել են պայմանագիր Թուրքիայի հետ, որը կոչվել է բարեկամության եւ խաղաղության բարեկամության։ Հիմա եթե դուք մեզ մեղադրում եք Թուրքիայի հետ հարաբերություններ նորմանացնելը համարում եք դավաճանություն, ուրեմն դուք Խատիսյանին, Քաջազնունին, Վրացյանին համարում եք դավաճան։ Դուք ուրանում եք Խատիսյանին, Վրացյանին եւ մյուսներին, հետեւաբար դուք չեք իրական դուք ուրացել եք դաշնակցությունը։ Դուք ուրացել եք դաշնակցության արմատները։ Այստեղ նստածները դուք ընդամենը բռնազավթել եք դաշնակցության բրենդը եւ եկել այստեղ նստել եք ու բան դաշնակցությունից եք խոսում, բայց դաշնակցության ժառանգությունը հենց Վրացյանն է, Քաջազնունինն է, Խատիսյանն է, մյուսներն է, դուք ի՞նչ կապ ունեք դաշնակցության հետ։ Դուք մերկանցիլ քաղաքական խմբակ եք, որոնք որ ամենատարբեր այս ռոպեական քաղաքական շահի համար պատրաստ եք եղել ծիծեռնակաբերդի լույսերը անջատել ու այսօր եկել եք ցեղասպանությունից եք խոսում, մեզ էլ մեղադրանքներ եք հնչեցնում։ Արարատից մենք ենք հրաժարվել, ասում եմ խեք շապիկից հեռացրել բանը, երբ որ Աբդուլլա Գյուլը եկել էր Հայաստան։ Հեսա լիքը բաներ եք ասել, կանրադառնամ։ Հա, Գեգամ Մանուկյանը ասում է, ցիտում է իր ելույթից, Ղարաբաղյան շարժումը պայքար էր պետականության ամրապնդման համար։ Սա ասում է Գեգամ Մանուկյանը։ Այս դատողության, այս հայտարարությունից բխում է, որ Ղարաբաղյան շարժման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետականությունը պետք էր ամրապնդվի, ճիշտ է։ 1994 թվականի զինադադարից հետո ընդամենը 2 տարի անց Հայաստանում սկսվեց ընտրակեղծարարության մեխանիզմը, առաջին անգամ կեղծվեցին ընտրությունները։ Կարճ ժամանակ անց Հայաստանում տեղի ունեցավ հեղաշրջում հենց իրենց ղեկավարի ուրեմն կողմից եւ ակտիվ մասնակցությամբ։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք պետականության ամրապնդման մասին, չենք կարող խոսել ընտրակեղծարարության մասին, ժողովրդի կամքը գողանալու մասին, ժողովրդին բռնանալու մասին։ Իսկ հա ձեր ղեկավարի իշխանության տարիներին Հայաստանում սկսվեց մի իսկական արյան բաղնիք քաղաքական սպանությունների։ Ես հիմա ուզում եմ կարդամ, միա դուք ասեք, տենց պետականությունն եք ամրապնդվել են եւ մամուլում ու տարբեր մի բաներում շրջանակներում ձեր ղեկավարի իշխանությունը բնորոշվել է որպես արյունոտ տասնամյակ։ Եվ ահա թե ովքեր են եղել գոնե մի մասը այդ զոհերի։ Հենրիկ Խաչատրյան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, սպանվել է հրազենից իր աշխատասենյակում 1998 թվականի օգոստոսի 6-ին։ Արամ Կարապետյան, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախկին դատախազ, սպանվել է կրկին ձեր ղեկավարի իշխանության տարիներին։ Վարամ Խորխորունի ՀՀ պաշտպանության փոխնախարար գնդապետ սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին իր բնակարանի շքամուտքում հրազենից, սպանությունը բացահայտված չի։ Արծրուն Մարգարյան, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար, սպանվել է 99 թվականի փետրվարի 9-ին պաշտոնական վարկածով 2 կրակոցով։ Ինքնասպանություն է գործել, մի անգամ կրակելով գլխին, մի անգամ սրտի շրջանում։ Վազգեն Սարգսյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ, սպանվել է 99 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում։ Կարեն Դեմիրճյան, ԱԺ նախագահ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, սպանվել է 99 հոկտեմբերի 27-ին։ Յուրի Բախշյան, ԱԺ փոխնախագահ, սպանվել է 99 հոկտեմբերի 27-ին։ Ռուբեն Միրոյան, ԱԺ փոխնախագահ, սպանվել է հոկտեմբերի 27-ին։ Լեոնարդ Պետրոսյան, ՀՀ օպերատիվ հարցերի նախարար, սպանվել է հոկտեմբերի 27-ին։ Արմենակ Արմենակյան,
ԱԺ պատգամավոր սպանվել է հոկտեմբերի 27-ին, Հենրիկ Աբրահամյան, ԱԺ պատգամավոր սպանվել է հոկտեմբերի 27-ին, Միքայել Քոթանյան, ԱԺ պատգամավոր սպանվել է հոկտեմբերի 27-ին, Պողոս Պողոսյան, Վրաստանի քաղաքացի, սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Առագաստ սրճարանում Քոչանի թիկնապահների կողմից ծեծվելու հետևանքով նախագահին պրիվետ ռոբ արտահայտությամբ ողջունելու համար, դաշնակցական էր։ Տիգրան Նաղդալյան, լրագրող, Հանրային հեռուստախորհրդի նախագահ, սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին ծնողների տան շքամուտքի հրազենից, եւ սա մի մասն է։ Սենց եք դուք Ղարաբաղյան շարժման հետևանքով պետականություն ուժեղացրել։ Սենց եք ուժեղացրել։ Բա հաղթել էինք։ Բա հաղթանակից հետո պետքա լիներ ժողովրդավարություն, հաղթանակից հետո պիտի լիներ խաղաղություն, հաղթանակից հետո պետքա լիներ հանրային համերաշխություն, բա դրանից հետո քաղաքական քանի հատ սպանություններ եք իրականացրել։ Գլխատել եք պետությունը, դուք այսօր եկել խոսում եք պետականության ամրապնդումից, հաղթանակից հետո տնտեսա դուք ազգային հարստությունը մսխել եք հաղթանակից հետո, գույք պարտքի դիմացան, մնացած ամեն ինչը, որ այսօր ապօրինի գույքի բռնագանձման օրենքով հենց դրա մի մասն է նույնիսկ հայցադիմումներով։ Բա հաղթանակից հետո ձեր երեքի նախագահների իշխանության օրոք Հայաստանից 1 միլիոն մարդ արել, հեռացել անվերադարձ։ Բա Ղարաբաղյան շարժման տրամաբանական հետևանքը դա է եղել։ Դուք դա հենց սրա մասին ենք մենք խոսում։ Բա եթե Ղարաբաղյան շարժման հետևանքը պիտի լիներ պետականության ամրապնդումը, բա ինչ եք դուք արել այդ պետականության հետ։ Հետո եկել եք ստեղ ժողովրդին բան եք անում, վաճառում եք գավառական սենտիմենտալիզմ, բա գիտեք մենք հիշողությունը, սահմանները, նայեք հələ մի հատ ինչ է ասում։ Հերթական անգամ նվաճում է քաղաքական անմեղսունակության Էվերեստը պարոն Մանուկյանը։ Նայեք ինչ է ասում։ Մեղադրելով մեզ եւ որ մենք պաշտպանում ենք Հայաստանի ինքնիշխան սահմանները եւ Հայաստանի ուրեմն նաեւ քարտեզը, որը վարչապետը ցույց է տալիս, ասում է, այսպիսով այս իշխանությունն ասում է, մոռացեք այն ամենը, ինչ դուրս է հայրենիքի քարտեզից։ Այսինքն դուք ինչ եք առաջարկում, որ այն ինչը որ Հայաստանի քարտեզից դուրս է, դրա հետ ինչ եք պատրաստվում անել։ Որն է ձեր առաջարկը։ Հերիքա ճամարտակ եք ժողովրդ տեսքում, եկեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ասեք, դուք ինչ եք ուզում անեք։ Պատրաստվում եք հարձակվել Հայաստանից այս քարտեզից դուրս որևէ կողմի վրա, պատրաստվում եք դա անել։ Եթե պատրաստվում եք դա անել, ում հաշվին եք դուք դա անում։ Ում հաշվին եք դուք պատրաստվում անել դա։ Հայտնի մի անգամ այն հռոմեական հայտնի ավանդույթը այստեղ պատմել են, որ կամուրջի շինարարներին առաջինը, երբ որ կամուրջը առաջին անգամ շահագործվում էր, նրանց եւ նրանց ընտանիքի անդամներին կանգնեցնում էին այդ կամուրջի տակ։ Հիմա դուք երբ որ ասում եք ըստ էության, որ պատերազմ եք նախաձեռնել, դուք կանգնելու եք այդ կամուրջի տակ, դուք ինքներդ ձեր մաշկը դնելու եք այդ կամուրջի տակ, կամուրջը այստեղ ճակերտավորի ասում, թե չէ։ Մնացածը ժողովուրդ ուղղակի ցնդաբանությունն է, ինչեր եք խոսում, ինչ հեքիաթի մեջ եք ապրում դուք։ Ձեզ թվում է դուք եք վիրավորում մարդկանց բանականությունը։ Ձեզանից ինչ հարին ասեր։ Դուք վաճառել եք, դուք ես էլի այն անգամ ասեցի, դուք Արարատը մոնետիզացրել եք։ Հետո այդ նույն Արարատը, երբ որ Թուրքիայի նախագահը եկել է, հանել եք Հայաստանի հավաքականի շապիկից, գոնե մի եկեք այստեղ բան ձևացեք։ Կույս ձևացեք։ Ինչ վերաբերվում է մեր քննարկվող հարցին։ Այստեղ արձանագրվեց, ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել։ Հայաստանում երբեք անկախացումից սկսած, երբեք մամուլը այնքան ազատ չի եղել, որքան այսօր։ Դա ուղղակի դա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Հայաստանում չի եղել նման բան, որ ընդդիմությունը տիրապետի լրատվական դաշտի 90%-ին, իշխանությունը 10%-ին։ Հայաստանում երբեք չի եղել, որ իշխանությունը, որ ընդդիմությունը տիրապետի 10 պատիկ անգամ ավելի շատ ֆինանսական ռեսուրսի, քան իշխանությունը։ Եվ ի վերջո ես նորից ուզում եմ այդ հարցը տալ, պարոն Մանուկյանը գնաց։ Ուր է Սրբազանի հարցազրույցը։ Դուք խոսում եք այստեղ մամուլի ազատությունից, ասում եք, որ մենք ճնշում ենք եւ այլ, բայց ձեր Սրբազանը, որի հետևից դուք գնում էիք, որը Էմիլ Սրբազանի հետ ձեր քաղաքական հոգեհանգիստներ կազմակերպում, դուք էլ հորժարաբար մասնակցում եք դրան։ Հետո գնում է ձեր հեռուստատեսությունում հարցազրույց է տալի, ձեր շեֆին մի երկու թթու բան է ասում, այդ մարդու հարցազրույցը բան եք անում։
Չնայած նայել մի եսի միշտ չի Ստալինա սիրտ ուզում, դուք երևի իր սրտի հենց ուզած լրատվամիջոցներ կետ չի արծե, բայց դուք փաստացի ինքներդ խտրականության եք դիմում բանի նկատմամբ։ Եվ մի հատ ուրիշ ներողություն հիմա ավարտում, մի հատ ուրիշ պարադոքս կա, սիրելի գործընկերներ։ Ուրեմն այս ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ իշխանությունը իրենց հետապնդում է, լցնում է բանտերը եւ չի թողում, որպեսզի իրենք քաղաքական գործունեությամբ զբաղվեն, եւ կան այլ ընդդիմադիր գործընկերներ, ովքեր մեղադրում են իշխանությանը, որ իշխանությունը իրենց չի լցնում բանտերը, չի բռնում, չի հետապնդում, որպեսզի իրենք քաղաքականությամբ զբաղվեն։ Եվ քանի որ այս երկու մեղադրանքն էլ կա, ես գալիս եմ այն համոզման, որ իշխանությունը ամեն ինչ անում է շատ ճիշտ, եւ իշխանությունը հիմնվում է սկզբունքների վրա։ Եվ սա է իրականությունը։ Եվ նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետությունում երբեք մամուլն այսքան ազատ չի եղել, Հայաստանի Հանրապետությունը երբեք այսքան ժողովրդավար չի եղել, Հայաստանի Հանրապետությունը երբեք այսքան մեծ շանս չի ունեցել սեփական ինքնիշխանության պաշտպանության համար, ահա թե ինչու աղմկում է խորհրդարանական ընդդիմությունը։